անձրևայինը եղանակը, բայց անձրևը չի խանգարում, որ ԲՀԿ ցուցակով առաջադրված Մայր Հայաստան կուսակցությունը Աչափնյակ վարչական շրջանի բնակիչներին կոչ անի հունիսի 7-ին ակտիվ մասնակցեն ընտրություններին։ Քաղաքացիներից մեր ակնկալիքը մասնակցությունն է։ Բարձր մասնակցության պարագայում այս իշխանությունը որևէ շանս չունի, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ զզվեն ընտրություններից, հիասթափվեն քաղաքական գործընթացներից եւ չգնան ընտրատեղամաս, բայց ճիշտ հակառակը պետք է անել։ Եթե մենք չգնանք ընտրատեղամաս, ապա ստիպված պետք է լինենք կրկնել այն ճակատագիրը, որին արժանացան, ցավոք սրտի արժանացան մեր արցախցի քույրերն ու եղբայրները։ Այդ ամենի կրկնությունը թույլ չտալու համար մեզ անհրաժեշտ է բարձր մասնակցություն։ Նիկոլ Փաշինյանի պահվածքը կանանց հետ նրա խոսույթը ըստ Մայր Հայաստան կուսակցության առաջնորդի փաստում է վախեցած է իշխանությունը։ Վախեցած է, որ կորցնում է իշխանությունը, ինքը վախեցած է, որ չի կարողանալու վերարտադրվել եւ հետագայում արդեն խնդիրներ է ունենալու Սաակաշվիլու ճակատագիրը իր աչքի առաջ է։ Միակ անելիքը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, որ մնա Հայաստանն, ասում է Թևանյանը։ Իր ասելիքը տեղավորվում է թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ, ինքը պարտվում է հավաքական ընդդիմությանը բովանդակային քաղաքական քարոզչական դաշտում ու դրա համար էլ անցել է անձնական վիրավորանքների եւ այդ առումով փորձում է լարվածություն առաջացնել, իր ողջ մաղձը թափում է քաղաքացիների վրա։ Հունիսի 7-ին մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Նիկոլ Փաշինյան երևույթը այլևս կառավարության կաբինետներում չհայտնվի, դուրս վռնդվի եւ մենք նոր պատմության էջ բացենք մեր երկրի համար։ Սադրանքների մի տրվեք փոխարենը հունիսի 7-ին քաղաքական ապտակով պատասխանեք իշխանության գործողություններին վարկագծին, ասում է Անդրանիկ Թևանյանը։ Մենք պետք է բոլորս մերժենք այս հանցավոր քաղաքականությունը, ձայնը տանք ազգային ուժերին եւ մասնավորապես համար 7-ին։ Անցնող տարիներին Մայր Հայաստանը ավականում ունենալով մանդատներ միշտ եղել է քաղաքացու ժողովրդի կողքին։ Հիմա Հայաստանի Հանրապետությունն ունի պաշտպանության կարիք, փաստում է ԲՀԿ ցուցակով առաջադրված Մայր Հայաստանի առաջնորդը։ Հունիսի 7-ին Համար 7-ին քվեաթերթիկ Համար 7 քվեաթերթիկ Համար 7 միացիր Երաշխավորված խաղաղություն, սոցիալ-տնտեսական զարգացում, հանրային համերաշխություն դրույթներ են, որ ԲՀԿ-ն առանցքային է համարում։ Արմեն Հովակիմյան, Աշոտ Ադումյան, Լրաբեր։